Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է, և այդ միտումը կշարունակվի, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով 2024 թվականին երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի։ 2025-ին այն նվազել է, հասնելով 8 միլիարդ դոլարի, իսկ այս տարի առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 2/3-ով։ Այն իրավիճակը, որ զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարվա ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես առևտրաշրջանառության նվազման ռիսկը, նշել է Օվերչուկը։ Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Բիլիաջարի կայարանից մեկնել է 14 երկաթուղային վագոն բեռնված 979 տոննա ցորենով։ 2025 թվականի հոկտեմբերից ի վեր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ տեղափոխվել է ավելի քան 36,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67,000 տոննա փայտ։ Իր հերթին Ադրբեջանը Հայաստան է արտահանել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք և 5,000 տոննա բենզին։ Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը։ Այս մասին ՏԱՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։ Անդրադառնալով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և պատմության մեջ առաջին անգամ Պակիստանում Հայաստանի դեսպանի նշանակմանը, դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ։ Դեսպանը հավելել է՝ Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի միջև բազմաթիվ հեռանկարներ կան, նաև Պակիստանում բնակվում են զգալի թվով հայեր։ Նրա խոսքով Երևանի և Իսլամաբադի միջև գործարար կապերը և մարդկանց միջև շփումները ներկայում զարգանում են։ Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Տվերի մարզում հարվածներից վնասվել է Վայլդբերիսի լոգիստիկ համալիրը։ Նիժեգորոդսկի մարզում կան վիրավորներ։ Զանգվածային հարձակման է ենթարկվել Յարոսլավլի մարզը, որտեղ խոցվել է մոտ 90 ԱԹՍ։ Բեկորների ընկնելու հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ 4 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի նախագահը հաստատել է հարվածը, նաև հայտնել Բաշկորտոստանում մեկ այլ նավթավերամշակման գործարանի հարվածելու մասին։ Իսկ ռուսական ուժերի հարվածներից զոհեր և վիրավորներ են գրանցվել Խարկովի մարզում, մեկ տասնյակից ավելի տուժած Կասումիում։ Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են, որ Սև ծովում թիրախավորվել է Գվինեա-Բիսաուի դրոշով նավարկող բեռնանավ, որն ուկրաինական ցորեն էր տանում։ Մեկ մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Կիև։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի խոսքով Բայրամովի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական և էներգետիկ ոլորտներում գործակցությունը, միջազգային օրակարգի կարևոր հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումն Ուկրաինայի վերակառուցման գործում։ Սիբիհան շեշտել է, հանդիպումը հերթական կարևոր քայլն է դարձել Կիևի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար։ Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար, բարձր գնահատել Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Սիբիհան էլ աջակցություն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա նաև ցավակցություն է հայտնել Սև ծովում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։ Բայրամովն էլ նշել է, որ Բաքուն պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում կայացած հավաքի ժամանակ հայտարարել է, որ օրեր առաջ նախատեսում էր լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին, սակայն Թեհրանը խնդրել է չգնալ այդ քայլին։ Մենք պատրաստ էինք երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենախոշոր հարձակմանը, բայց նրանք զանգահարեցին ինձ և ասացին՝ խնդրում ենք մի արեք դա, եկեք խոսենք, ասել է Թրամփը, կրկնելով՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նա հավելել է՝ նա խնդրում է համաձայնության հասնել, քանի որ չի ցանկանում մարդկանց սպանել։ ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ հակամարտության նոր փուլի սկսվելուց 4-5 օր անց Միացյալ Նահանգներն ինքն է խնդրել բանակցություններ վարել և կարգավորել տարաձայնությունները։ Պաշտոնյան հավելել է՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է կնքվի միայն Իրանի և Օմանի միջև, որևէ արտաքին միջամտություն ընդունելի չի լինի։
Իսրայելի եւ Լիբանանի միջև իրադրությունը սրվել է, երբ օգոստոսի 5-ին Լիբանանի հարավում իսրայելցի 2 զինվոր է զոհվել, 4-ը վիրավորվել։ Իսրայելի պատասխան հարվածներից առնվազն 1 լիբանանցի զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Միևնույն ժամանակ Հռոմում կողմերի միջև բանակցություններ են ընթանում։ Քննարկման թեմաներն են հունիսին Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի իրականացման մեխանիզմները եւ Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերումը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։